2003 թվականին Մատաղիսի զորամասում սպանված երկու զինվորներից մեկի Ռոման Եղիազարյանի հարազատներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե անցյալ ուրբաթ դիմել են վերաքննիչ դատարան։ Նրանք բողոքարկում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ 4.5 տարի գործը քննելուց հետո Շիրակի մարզի դատարանն արդարացման դատավճիռ էր հրապարակել։ Արդեն նախկին ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոփյանն անմեղ էին ճանաչվել ապացույցների անբավարարության հիմքով, բայց Ռոման Եղիազարյանի հորեղբայրը Մարի եւ հորաքույրը պնդեցին, թե անհրաժեշտ է դատապարտել արդարացված 3 նախկին զինծառայողներին։ Ուշագրավ է, որ արդարացված 3 տղաներին անմեղ են համարում 2003-ին սպանված մյուս զինվորի ծնողները։ Դուք որպես մայր, դուք եւս այդ կարծիքին եք, որ ձեզ համար կարեւոր է, որ արդարությունը ամբողջությամբ բացահայտվի, թե այդ 3 զինվորները Ես պնդում եք, որ անպայման անմեղ մարդ չհայտնվի ճաղերի հետևում։ Բայց դուք պնդում եք, որ այդ 3-ը պիտի դատապարտվեն, դա է ձեր պահանջը։ Այո։ Բայց կարող է իրանք մեղավոր չեն, ինչ եք այդպես անվանում։ Կարող է որ մեղավոր տարի եղավ։ Չկա մարդ, փոխսենովա։ Ես մի հատ խնդրում եմ, ով որ ես կասետը տեսավ միանշանակ իր կարծիքը 90 ոչ թե 90%-ով հետա կառնալու։ Սպանված զինծառայողի հորեղբայրը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին հանձնեց տեսագրություն, ըստ նրա այդ տեսագրությունից երևում է, թե ինչպես է Գյումրիի դատարանի որոշմամբ անցյալ ամիս արդարացված 3 տղաներից մեկը ինքնախոստովանական ցուցմունքներ տալիս։ Իդեպ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում զինվորի մայրը Գոհար Մելքոնյանը չի ընդունում պնդումները, որ այդ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով։ Եթե մարդը դատավարի հետ սպանությանը չի մասնակցել, բառ առ բառ, ամեն ինչը չի կարա այդ ձևի բացադրել, ոնց բացադրել Ռազմիկ Սարգսյանը։ Մի հատ բոլորովին ուրիշ զինվոր էլ, բոլորովին ուրիշ խոստովանական ցուցմունքին է տվել, նա էլ իր վրա է վերցրել։ Ու բոլորովին ուրիշ պարագաներ է նկարագրել, ուրիշ կատարողներ։ Դուք պատկերացրեք, էլի մարդու հետ ինչ պիտի անես, մարդուն ոնց պիտի տանջես, որ մարդը իր վրա վերցնի չարած 2 հոգու սպանություն, հա։ Իդեպ խոշտանգման եւ ապօրինի ձերբակալման փաստերը ճանաչելու պահանջով Եվրոպական դատարան ներկայացված դիմումի քննությունն ավարտական փուլում է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ սպանված զինվորի հարազատները վերաքննիչ դատարան են դիմել զինվորական դատախազության ուղղորդմամբ։ Բայց հստակ է, որ նրանց ուղղորդում է դատախազությունը, զինվորական դատախազությունը, եւ այս մարդկանց թույլ չի տալիս այդ ուղղորդման, որպեսզի կենտրոնանան եւ հասկանան ինչ է կատարվում իրականում։ Ժամանակին դա անում էր զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, այժմ այդ պարտականությունը ստանձնել է այժմյան զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը։ Սա նաեւ իր մեջ ենթատեքստ ունի չբացահայտելու իրական հանցագործներին։